Շուշի ռազմական գործողության, հաստատագրման ռազմական գործողության քարտեզը ձախ կողմում տեսնում եք հաստատել է այս օպերացիան այն ժամանակվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնապաշտպանական կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը, ներքևում ստորագրված են Արկադի Տեր-Թադևոսյանը եւ Ֆելիքս Քզողյանը, 4 ուղղություններն են Շուշիի ռազմական գործողության, երևում հյուսիսից Քյոսալարի ուղղությունը, որի հրամանատարներ մեր ներկայիս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հյուսիսային ուղղությունը հրամանատարը Վալերի Չիչյանը, արևելյանը Ագո Կարապետյանը եւ հարավայինը Սամվել Բաբայանը։ Շուշիի ազատագրումը Արցախյան պատերազմի ընթացքում բեկումնային նշանակություն ունեցավ։ Արդեն ասեցի, առաջինը նախ Ստեփանակերտը եւ հարակից հայկական բնակավայրերը նկատի ունեմ խաղաղ բնակչությանը արդեն կարողացան ազատագրման շնորհիվ ազատվել այդ տարիներ շարունակ ազերիների այդ ոհմակների կողմից օրնիբուն ռմբակոծություններից եւ խաղաղ անցնել իրենց խաղաղ կյանքին։ Երկրորդ, բուն Արցախի կենտրոնում այդ ավազակավորչը վերացավ, ազատագրվեց Արցախի պատմամշակութային մայրաքաղաք Շուշին, ապա շատ կարևոր բարեհոգեբանական նշանակություն ունեցավ, որ երբ որ Արցախից գնում են ռազմաճակատ կռվելու, իրենց թիկունք արդեն ապահով է լինում, ավելի վստահ են գնում, եւ վերջապես ազերիներին ցույց տրվեց, որ դուք այլևս Արցախի հողի վրա անելիք չունեք, ձեր ոտքը մեկընդմիշտ այստեղից կտրված է։ Ցուցադրվում է նաեւ Թուրքիայի դրոշ, երբ Շուշին մեր տղաները ազատագրեցին, այս դրոշը այնտեղից են վերցրել, որը մեկ անգամ եւս ապացույց էր, որ թե այն ժամանակ եւ թե հիմա ադրբեջանական բանակում կան բազմաթիվ թուրքական հրահանգիչներ եւ ադրբեջանցիները նույնիսկ կռվում են Թուրքիայի դրոշի ներքո, բայց չնայած այդ երկու փաստին դա նրանց երբեք իհարկե չի կարող օգնել։